Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, ասված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի վարչապետը այսօր Թուրքիայում է։ Այցի օրակարգի առանցքում Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Այցը կայանում է Թուրքիայի նախագահի հրավերով։ Վարչապետը արդեն հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ խոսել Թուրքիա կատարած այցի կարեւորությունից։ Այն, որ Հայաստանի վարչապետը պետք է Թուրքիա մեկներ պաշտոնապես հայտնի դարձավ այս շաբաթ։ Այդ այցը ընդդիմությունում քննադատեցին, իշխող կուսակցությունում պատմական համարեցին։ Գործնականում վերջին տարիներին ընթացող հայ-թուրքական շփումների համատեքստում առաջին անգամ է, որ նման մակարդակով այց է տեղի ունենում Թուրքիայի նախագահի հրավերով։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ հայ-թուրքական հարցերով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Մինչ երեկոյան նախատեսված ժամին կհանդիպեին Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը, վարչապետը հանդիպես Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Եվ հենց այդ հանդիպման ժամանակ էլ վարչապետը կարևորել է այցը, նշելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը նորազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Այս մասին նշված է կառավարության տարածած հաղորդագրությունում։ Երկրի ղեկավարի խոսքով այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները, իսկ ընթացող գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից։ Միաժամանակ վարչապետ Փաշինյանը շեշտել է Թուրքիայի հայ համայնքի դերը միջպետական հարաբերությունների հաստատման եւ երկխոսության խորացման գործընթացում։ Հայ համայնքի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աստվածածին աթորանիստ Մայր եկեղեցի է այցելել, մոմ վառել, եղել նախակրթարանում եւ հայկական դպրոցում, ապա նաև Կոմիտասի արձանի առջև։ Այնուհետև վարչապետը այցելել է նաև Ստամբուլի Կապույտ մզկիթ։ Դեռ օրեր առաջ անդրադառնալով այս հարցին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի բարձր մակարդակի հանդիպման օրակարգում լինելու են թե հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցերը։ Ուշագրավ է, որ ճիշտ այս ընթացքում Թուրքիայում է նաև Ադրբեջանի նախագահը։ Նա արդեն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին, միմյանց ներկայությամբ էլ Թուրքիայում բացվել է ադրբեջանական թաղամասը։ Ըստ պաշտոնական տեղեկության Թուրքիայում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ, բայց Հայաստանի վարչապետի այցի նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարցին եւ նշել, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատումը նոր զարկ կտա Ադրբեջանի իր խոսքով ասած ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին։ Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Երևանն ու Անկարան ակտիվ շփումներ են ունենում արդեն 3 տարի։ 2022 թվականին բանագնացները պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց այդ պայմանավորվածությունը առայժմ չի իրականացել։ Չնայած դրան հայ եւ թուրք պաշտոնյաները շատ այլ հարցեր են քննարկել այս ընթացքում, այդ թվում Անիի կամրջի վերականգնումը։ Ուշագրավ է, որ վարչապետի այցը Թուրքիա տեղի է ունենում տարածաշրջանում, մասնավորապես Իրան-Իսրայել խորացող հակամարտության պայմաններում, երբ վերլուծական շրջանակներում կարծիք հնչում է, որ այդ իրավիճակը կարող է անվտանգային ռիսկեր ստեղծել Հայաստանի համար։ Ազգային ժողովի նախագահը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ընդհանրապես ռիսկերը չեզոքացնելու հարցում գործուն քայլերից մեկն էլ վարչապետի այցն է Թուրքիա։ Զիսնյան Լագուլյան, Հորիզոն։ Խորհրդարանում այսօր անցկացված շփազրույցներին մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Պատգամավորներին ուղղված հարցերը վերաբերել են վերջին օրերին ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներին, այդ թվում Փաշինյան-Էրդողան հանդիպմանը։ Ունեք տեղեկություններ կամ ենթադրություններ, ինչ օրակարգով է այս հանդիպումը, ինչ հարցեր են քննարկվելու։ Հանդիպման օրակարգը մեզանից գաղտնի է, ոչ դուք, ոչ ես, ոչ Հայաստանի Հանրությունը այդ օրակարգից որևէ ինֆորմացիա չունի, բայց եւ ես եւ դուք եւ մեր հասարակության գիտակից մասը վստահ եմ տեղյակ է, թե ինչ օրակարգ ունի Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի մասով։ Այսօր ես մի հոդված տեսա, որտեղ հստակ շարադրված են այն պահանջները, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայացնում են Հայաստանին, իբր թե առանձնախապայմանների։ Այնպես որ որևէ դրական ակնկալիք չունեմ,
Գիտեք, դրա հետ կապված վերլուծությունները շատ են։ Ես ելնում եմ այն մոտեցումից, որոնք ամիսներ առաջ արտահայտվել են, երբ որ Հայաստանի իշխանությունները անթակույց ցույց էին տալիս, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում նաև որոշակի միջնորդական դեր տեսնում էին Թուրքիայի մասով, անկախ դրանից դա այդպիսի ձևակերպում գտնում էր թե չէ, բայց անուղղակի ձևով դա միանշանակ արտահայտվում էր եւ Հայաստանի իշխանությունների կողմից կար սպասում, որ Թուրքիան իր ներգրավվածությամբ հնարավոր կդարձներ Ադրբեջանի միջև հարաբերությունների հանգուցալուծումը։ Դեռ մի կողմ դնենք այսպես կոչված խաղաղության պայմանագրի բովանդակային մասը, որի հետ կապված տարբեր առիթներով խոսել եմ, բայց այն հանգամանքը, որ Թուրքիային նաև Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ բերում են, այսպես ասեմ, որպես Հարավային Կովկասի նայող, հատկապես այն համատեքստում, երբ որ մեր ռեգիոնի բալանսն ապահովող երկու երկրները այսօր մխրճված են պատերազմական գործողություններում, Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ, Իրանը Իսրայելի եւ ավտոմատ, որի պարագայում Ադրբեջանի եւ Թուրքիայի դերը մեր տարածաշրջանում բարձրանում էր եւ ազդեցությունը, հիմա այս համատեքստում Թուրքիային առաջին պլան բերելը եւ այստեղ որպես խնդիրների կամ հարցեր լուծող սարքելը բնականաբար որևէ ձևով չի կարող բխել Հայաստանի շահերից։ Ավելի մանրամասն հնարավոր կլինի այս թեմայի հետ խոսել այն ժամանակ, երբ որ հստակ կդառնա պաշտոնական հայտարարություններով կամ միգուցե նաև փաստաթղթային մասով, թե ինչ են վերջ-վերջո պայմանավորում։ Փաշինյան-Էրդողան հանդիպման ընթացքում հնարավոր է որևէ փաստաթղթի ստորագրում, թե ոչ, արդյոք ի վերջո կյանքի կկոչվի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար հայ-թուրքական սահմանի բացման նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը։ Մենք մշտապես փորձում ենք կառուցել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում, բայց պետք է հաշվի առնենք, որ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունները ունեն կարևոր նշանակություն, հաշվի առնելով, որ մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը եւ մենք պետք է մեր հարևանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան այս փոթորկող աշխարհում ձևավորել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երկարատև եւ կայուն խաղաղության բերի տարածաշրջանում։ Հատկապես այս զարգացումների ֆոնին մեծ նշանակություն ունի ուղղակի կապերը, որոնք եւ ամրապնդում են վստահությունը եւ հնարավորություն են տալիս, ըստ էության բարձրաբանել այն բոլոր հարցերը, որոնք կարող են առաջանալ երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ Սա մեկ ինչ վերաբերում է փաստաթղթերի ստորագրմանը կապված երրորդ դիվանագիտական անձնագրեր կրող կամ երրորդ պետության քաղաքացիների Հայաստան եւ Թուրքիա առանց հատուկ արտոնագրի այցելության հնարավորության հետ, ապա դու գիտեք, որ մենք ավելի լայն օրակարգ ունենք եւ մենք ըստ էության մշտապես խոսում ենք եւ շարունակելու ենք խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման, նորմալ բնականon դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ այդ հարաբերությունների հաստատումից հետո առավել ակտիվ հնարավորություններ ընձեռելով մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին, առևտրային, տնտեսական եւ այլ հարաբերությունների մեջ մտնելու Թուրքիայի Հանրապետության հետ։ Իդեպ քիչ առաջ հայտնի դարձավ, որ արդեն հանդիպումը մեկնարկել է, այդ մասին հաղորդում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Իդեպ դրանից առաջ թուրքական լրատվամիջոցները նշել էին, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների միջև կարգավորման գործընթացը, տնտեսական հարաբերությունները ամրապնդելու նպատակով բանակցությունների օրակարգում կլինեն նաև տարածաշրջանային երկրների միջև տրանսպորտային նախագծերը։ Մեկ այլ հարց է Ալիջան-Մարգարասահմանային դարպասի բացումը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Այսպիսի ընդգծում էին արել թուրքական լրատվամիջոցները։ Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին։ Իր ելույթում փոխվարչապետը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է նույնիսկ հիմա խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Երևանը որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունի։ Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա եւ ցանկանում ենք, որ դա արվի որքան շուտ, այնքան լավ, ասել է Գրիգորյանը։ Նա հավելել է, որ այս պահին փաստաթղթի ստորագրման կոնկրետ վայրի եւ ժամանակի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել ու մատնանշել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները։ Պարշապատի մշակութային կյանքի աշխուժացման մասին է մեր հաջորդ տեսանյութը։ 1978-ին ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետներ Սարգիս Գյուրզադյանի եւ Միքայել Ալեքսանյանի համահեղինակությամբ նախագծված ու կառուցված Էջմիածնի Գարուն կինոթատրոնը, չնայած կարճ գործունեությանը, եղել է տեղացիների մանկության ու երիտասարդության ամենավառ հուշերն ամբարող կառույցը։ Էջմիածնի քաղաքային կյանքի մշակույթի ու պատմության մասնիկը համարվող այս կինոթատրոնը չի գործում արդեն 30 տարի։ Պետականը սեփական դարձավ ու ընկավ շատ ահավոր վիճակի մեջ, այսինքն դարձել էր Զիբլանոցի պես շատ կներեք բանա, մոտավորապես ցտած մի տեղ, մարդիկ պետքարան էին սարքի ինչ-որ տեղ, ահավոր էր շատ վիճակը։ Այս մակետը քայքայված շենքի արդի լուծումների մասին է, որի իրագործմամբ կրկին կաշխուժանա Պարշապատի կենտրոնական այս հատվածի մշակութային կյանքը։ Այս միտքը առաջացավ այն ժամանակ, երբ որ մենք իմացանք, որ այս շենքը վաճառվում է եւ այս շենքի անմխիթար վիճակը մեզ ահագին մտահոգեց եւ մենք որոշեցինք զբաղվել այս շենքի կառուցումով։ Էջմիածնի ճարտարապետը մեր Աշոտը մենք մի հատ հայացքով իրար նայեցինք եւ հասկացանք, որ պետք է պահպանենք այս գեղեցիկ կառույցը։ Բնակելի համալիրի կառուցմամբ, որի մեջ կգործեն նաեւ կինոթատրոններ, ամբողջությամբ կպահպանվի հին շենքի ճակատային մասի կամարաձև ճարտարապետությունը, անգամ կառույցի անունը, այս դեպքում Գարուն Պլազա։ Պետք է ինչ-որ կոմերցիոն եկամուտները լինեին, որպեսզի հնարավոր լիներ այս կինոթատրոնը պահպանել։ Դրա վրա է դրվել շեշտը, որովհետև այս կառույցը պահպանելու համար մենք այս կառույցի հիմքերին 700 կուբամետր միայն բետոն ու չհաշված ինչքան արմատուրա ամրացնելու վրա ենք ծախսել, որը մեզի ավելի հարմար կլիներ քանդել եւ սրա տեղը ունենալ ավելի կոմերցիոն մեծ տարածքներ եւ ավելի եկամուտ հետապնդել։ Դիմացի մասը ֆասադը պահեցին որպես կոթող, որ արել է այդ մեծ ճարտարապետ Գյուրզադյանը։ Կարային դա էլ քանդեին, որտեղ արդեն սեփականություն էր։ Ինչ կուզեին կանային, բայց պահպանեցին, որը որ շատ գովելի է։ Մարդիկ գալիս են գիտեն, որ քանդում ենք այս ջայրը կվաճառենք, այս ջայրը իհարկե ոչ մի ջա չի վաճառվելու, ոնց կա տես պահպանվելու է, տեսքը լինելու է ոնց որ եղել է մեր երիտասարդ տարիներին, մթնոլորտն է լինելու է նույն ձևի ուրախ զվարթ եւ մանկական ճիշեր են լինելու ստեղ միայն։ Այսպիսով 1064 քառակուսի մետր ընդհանուր տարածքով 10 հարկից բաղկացած Գարուն Պլազա բնակելի համալիրը իր մեջ ներառելու է 2 կինոդահլիճ, նախատեսված թե մեծերի եւ թե փոքրերի համար։ Կամարների տակ ու երկրորդ հարկում կգործեն պատկերասրահներ, որտեղ կցուցադրվեն տեղացիների ստեղծագործությունները, կլինեն սրճարաններ, հանգստի ու ժամանցի այլ վայրեր։ Կինոթատրոնն ու բնակելի համալիրը կունենան առանցին մուտքեր, իրենց կայանատեղիներով։ Այսօր Էջմիածին եկող տուրիստների 99%-ը գալիս են եկեղեցիները եւ մոն վառելուց հետո նստում են ավտոբուսները եւ հետ են գնում Երևան։ Պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, այնպիսի միջավայր, որ մարդիկ գան մի 2-3 ժամ էլ գոնե զբոսնելու տեղ ունենան, ժամանակ անցկացնելու տեղ ունենան։ Մեզ համար շատ կարևոր նախաձեռնություն է։ Մենք ունենք Էջմիածնում մշակույթի պալատ, բայց չունենք մշակույթի տուն, որտեղ որ երեխաները կարող են եւ ժամանակ անցկացնել, եւ կինոթատրոն հաճախել, ընդհանրապես երեխաների առօրյան կազմակերպելու համար շատ լավ նորություն է մեր քաղաքում։ Ուրախ եմ, որ հինը համատեղելու են նորի հետ, ու որ ամենակարևորն է, այստեղի բնակիչները կկարողանան ոչ թե իրենց հետաքրքրությունը փնտրել Երևանում, այլ հենց իրենց տարածաշրջանում։ Ոչ միայն տեղացիները, նշվեց, որ Արմավիրի մարզում կինոթատրոն ընդհանրապես չկա։ Այսպիսով նոր կինոթատրոնը, հարևանությամբ գործող Էջմիածնի նոր գրադարանը, նոր հյուրատունը, կենտրոնական այս զբոսայգին արմավիրցիների ու զբոսաշրջիկների համար կհամատեղեն ժամանցն ու հետաքրքիրը, նոր շունչ հաղորդելով միջավայրին։ Գարուն Պլազան նաև տեղացիների համար աշխատատեղերի հարց է լուծում։ Այս պահին 40-ից 50 շինարար ու բանվոր կան շինարարապարակում։ Կառուցապատումից հետո էլ մոտ 200 հոգու աշխատատեղ է բացվելու ստեղ, որը քիչ չի մեր քաղաքի համար եւ ինձ թվում է դա էլ իր հերթին աշխուժություն կտա մեր տեղի բնակչությանը։ Մեր հարևաններից ներողություն եմ խնդրում, բայց առանց դրա էլ չի լինում շինարարություն անել, աղմուկը պարտադիր է, բայց մեր հարևանները շատ համբերատար են, շատ շնորհակալ ենք իրենց դրա համար։ Նախատեսում են Գարուն Պլազան շահագործման հանձնել ուղիղ 2 տարի անց, 2027-ի ամռանը։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Այս ժամին այսքանը, կհանդիպենք ժամը 22-ին։